Դեղերի գնանցման հետ կապված և ներմուծման հետ կապված ամբողջ գործընթացը այստեղ է իրականացվում, անկախ նրանից հայկական են արտերկրի, նաև այստեղ է իրականացվում, այսինքն այս կազմակերպությունն է պատասխանատու արտադրական պրոցեսների պատշաճ բաժնման, պատշաճ արտադրության և պատշաճ մատակարարման ստանդարտներով այդ տալը սերտիֆիկատները։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհակալություն, որ շատ արագ եք արձագանքել մամուլի ասուլիսի մեր հրավերին, կարծես լավ ավանդույթ է դարձել վերանորոգված և վերազինված մեր կենտրոններում կազմակերպել ասուլիսները։ Այսօրվա մեր հանդիպման հիմնական նպատակը առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխման գործարկման 6 ամիսների արդյունքների ամփոփումն է։ Տիկին նախարարը կամփոփի և ապա կանրադառնանք արդեն հարցերին, համեցեք տիկին նախարար։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, և մինչ ձեզ ներկայացնել ապահովագրական հիմնադրամի հիմնական աշխատանքների ամփոփիչ զեկույցը և ընդհանուր առմամբ մեր առողջապահության նախարարության կողմից իրականացված այս 6 ամիսների աշխատանքը, կուզեի նաև շնորհակալություն հայտնել ձեզ այս ընթացքում առողջության ապահովագրության հետ կապված ակտիվ լրագրողական աշխատանքի հետ, որևէ բարեփոխում, առավել ևս նման լայնածավալ և ըստ էության ամբողջ բնակչությանը վերաբերելի բարեփոխումները նաև իրականացվում են լայն հանրային իրազեկման շնորհիվ, այնպես որ ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել նաև լրատվության աշխատանքները այս գործում։ Այսպիսով, հարգելի գործընկերներ, հունվարի 1-ից գործարկված հիմնադրամը և աշխատանքները, համակարգը ըստ էության կարող ենք ասել, որ առաջին ներդրման փուլը ինչ-որ առումով անցել ենք բավական սահուն, որովհետև առաջին իսկ շրջափուլը ենթադրում էր մինչև 1,5 միլիոն անձի ապահովագրություն, և գիտեք, որ առողջության ապահովագրությունը ի տարբերություն սոցիալական ապահովագրության, հենց որ մտնում է ուժի մեջ, արդեն իսկ սկսում են ծառայություններից օգտվել անձինք, և սա շատ կարևոր տարբերություն է։ Ուրախ եմ, որ բժշկական կենտրոնների կողմից ապահովագրական համակարգին միանալու գործընթացը ևս բավական սահուն անցել ենք, առաջնակի ուրեմն կազմակերպությունների առումով բավական ընդլայնում ունենք, թե ովքեր են միացել ապահովագրությանը, և այս աշխատանքները շարունակական են, այսինքն դեռ շարունակվում են հայտեր ներկայացվել ծառայությունների առումով միանալու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին։ Սա վերաբերվում է ինչպես առաջնային օղակին, այսինքն պոլիկլինիկաներ, նաև մասնավոր պոլիկլինիկաներ, այնպես էլ վերաբերվում է լաբորատոր և դեղատնային ցանցին, սա էլ շատ կարևոր է, մեզ համար առանձնահատուկ շեշտադրված է, որ քաղաքացիների համար ծառայություններից ստանալը հնարավորինս լայն աշխարհագրություն ունենա և հասանելիություն ունենա։ Հաջորդիվ իհարկե ես ընդհանուր որոշակի թվեր ներկայացնեմ, որոնք որ ցույց են տալիս ծավալները այս ընթացքում իրականացրած և մատուցած ծառայությունների, եթե հետո հարցեր լինեն, այլ ավելի մանրամասն թվային տվյալներ կներկայացնեմ։ Ուրեմն ընդհանուր առմամբ մեր շահառուների թիվը հունվարի 1-ից աճել է և արդեն շուրջ 1,700,000 հոգի է։ Այստեղ ես նախորդ նաև կառավարության նիստից հետո բրիֆինգին ներկայացրեցի ձեզ, որ այս թվի աճը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։
Նախ ավելացել են ռեզիդենտների թիվը, այսինքն այն անձինք, ում Հայաստանում լինելու 183 օրը լրացել է, նրանց թիվը աճել է։ Եվ ավտոմատ ստացվում է նրանք եւս ստանում են կարգավիճակ եւ ընդգրկում են առողջության համընդհանուր ապահովագրության մեջ։ Հաջորդիվ ավելացել են նաեւ 200,000 պլյուս աշխատավարձ ստացող անձանց թիվը, ովքեր եւս ներգրավել են առողջության համընդհանուր ապահովագրության մեջ։ Բացի դրանից արդեն իսկ անհատ ձեռնարկատերերը, ովքեր որ ում համար ուժի մեջ էր մտնում ապրիլ ամսին, սակայն մենք օրենսդրական փոփոխություն իրականացրեցինք եւ նրանց համար ուժի մեջ մտնելու պարտադիր պահանջը տեղափոխեցինք հունիսի 20-ը։ Եվ այս առումով մենք ուրախ ենք, որ անհատ ձեռնարկատերերը չսպասելով օրենքով սահմանված պարտադիր ժամկետին բավականին մեծ տեմպով միանում են ապահովագրական համակարգին, իրականացնում են վճարումները եւ փաստացի սկսում են օգտվել ծառայություններից։ Այսինքն այս մի շարք հանգամանքները միլիոն, եթե կհիշեք, ես հունվարին երբ որ հրապարակում էի, 1.500.000 հոգու մասին էր խոսքը գնում, բայց ընթացքում այս թիվը աճում է ապահովագրվածների եւ հիշեցնեմ, որ 2027 թվականի հունվարի 1-ից մեզ միանալու են նոր խմբեր, դրանք են քաղիրավական պայմանագրերով աշխատողները, միանալու են տաքսի ծառայություններում աշխատող վարորդները, միանալու են արդեն անկախ աշխատավարձի չափից բոլոր գրանցված աշխատողները եւ նաեւ առաջիկա բյուջետային քննարկումների ժամանակ մենք ունենք ելի մի քանի խմբեր ում մասով պետք է քննարկում իրականացնենք, արդյոք 27 թվականի հունվարի 1-ից նրանք եւս կմտնեն ապետության կողմից 100% սուբսիդավորվող քաղաքացիների շարքին։ Եվ 2028 թվականի հունվարի 1-ից ըստ էության մենք արդեն կներառենք բոլոր քաղաքացիներին, այնտեղ մենք ունենալու ենք գյուղացիական տնտեսություններում զբաղվածներին եւ ուսանողներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ապահովագրվածների թիվը նո ըստ էության մի քանի 100,000-ով կավելանա, որտեղ մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացողների թիվը անցնում է 300,000-ը, եթե չեմ սխալվում։ Այստեղ էլ քանի որ սրանք էլ փոփոխական են, այսինքն աշխատավարձի չափերը տարվա ընթացքում փոխվում են, բայց ընդհանուր մոտավորապես այդքան միայն աշխատավարձ ստացողների մասով թիվը կավելանա։ Կհասնենք 2 միլիոն անգամ կանցնենք դրանից, արդեն 28 թվականի հունվարի 1-ից մեր նպատակն է 3 միլիոն բնակչությանը արդեն ներառել առողջության ապահովագրության մեջ եւ ավարտել պետական պատվերի ծրագրերը 28 թվականի հունվարից արդեն պետական պատվերը որպես բյուջետային ծրագիր հիմնականում կավարտվի։ Այս 1.700.000 հոգուց ուրեմն ծառայություններից օգտվել է 842,750 անձ։ Սա բավական մեծ թիվ է, սա նշանակում է, որ թե կանխարգելիչ, թե սկրինինգայի եւ թե ընդհանուր առմամբ դեղերից օգտվելու բժշկական ուրեմն ծառայություններ հիվանդանոցային օղակում մենք դիմելիության բավական մեծ տեմպ ենք ունեցել։ Մատուցված ծառայությունների թիվը 8.399.491 է։ Ուզում եմ այստեղ չշփոթենք, անձանց թիվը 842,750 է, ծառայությունների թիվը 8.399.491։ Հասկանում ենք, որ մեկ անձը կարող է մի քանի ծառայություններից օգտված լինի։ Ընդհանուր կատարողականը սա եւս որոշակի ճշգրտման դեռ տեղ ունի, ես ձեզ տալիս եմ այս օրվա գրությամբ մեր տվյալները, ամիսը կամփոփվի, որոշակի կատարողականի ճշտումներ կունենանք, 97.4 միլիարդ դրամի կատարողական ենք ունեցել։ 1 միլիոն դրամ չէ դոլար։ Որն էիք հարցնում։ Նախորդ թիվը 8.399.491-ը ծառայությունների թիվն է, այո։ 97.4 միլիարդը կատարողականի թիվն է, որը շեշտում եմ, որ կարող է որոշակի փոփոխություններ ունենալ։ Այո, բայց դուք 127-ը միայն պետական սուբսիդավորման կտորն եք ասում, բայց մենք ունենք նաև ապահովագրված վճարողների կողմից կուտակված գումարները։
Ասեմ, որ իհարկե մինչ ուրեմն ընտրությունների շրջանում հանրության շրջանում անընդհատ արհեստականորեն տարածվող լուրերը, որ իբրև թե առողջության ապահովագրությունը կգործի մինչև ընտրությունները եւ դրանից հետո չեղարկվելու է, իրենց ազդեցությունը ունեցել են դիմելիության աճի վրա եւ մենք նկատում էինք, որ մայիս ամսին քաղաքացիների մոտ աժիոտաժային այսպես վարքագիծ կար, որ հնարավորինս արագ գնալ, հնարավորինս արագ ստանալ ծառայություններ, վախենալով, որ գուցե հունիսից հետո ապահովագրության ուրեմն բարեփոխումը կանգ առնի, նաև մեր կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարողությունների ընդլայնման եւ այլն, մենք կարողացանք նաև դիմակայել այս դիմելիությանը, կառավարել եւ ըստ էության այս բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք։ Նշեմ, որ այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք արդեն նկատում ենք որոշակի կայունություն դիմելիության եւ դա կարեւոր է, սա եւս ցույց է տալիս, որ այդ մայիսի վարքագիծը ինչ որ առումով արհեստականորեն ուռճացված էր, հիմա արդեն կարող ենք գնալ դեպի կայունացման եւ հաջորդ 6 ամիսների նաեւ ընթացքը մեզ ամբողջական պատկեր կտա մեր ակտուարական հաշվարկների ակտուալության մասով։ Նշեմ, որ ծախսային առումով մենք եւս մեր պլանավորման շրջանակներում ենք, իհարկե մենք ունենք գործիքակազմ կիրառելու այս ծախսային հատվածով ծառայությունների տեսնելով տեմպը, հերթագրումները, ծառայությունների ստացման ծավալները, այստեղ մենք ունենք բավական գործիքակազմ աշխատելու, կարգավորելու եւ անգամ եթե տենդենսը դիմելիության գնա դեպի աճին, ապա ուրեմն հիմնադրամը իր լիազորությունների շրջանակում, այնուհետև կառավարությունը եւ առողջապահության նախարարությունը իր լիազորությունների շրջանակում կարող է կիրառել որոշակի գործիքներ կառավարելու հիմնադրամի աշխատանքներն ու մեր եկամուտներ, ծախսեր բալանսը ապահովելու համար, բայց ուրախ եմ, որ մինչև այս մենք նման միջոցառումներ իրականացնելու դեռ անհրաժեշտություն չենք ունեցել։ Ասեմ, որ առաջնային պահպանման օղակի մասով իհարկե գիտեք, որ թվաքանակի ծառայությունների ամենամեծ բաժինը ընկնում է այս օղակին եւ թե մասնագիտական խորհրդատվությունների, թե նաեւ ուրեմն դեղորայք տրամադրելու առումով մենք բավական աճ ունենք եւ սա շատ կարեւոր է։ Մեր նպատակն է հենց եղել, որ մենք անցնենք գրագետ բուժօգնություն ստանալու տրամաբանությանը։ Գուցե ոչ մասնագետի համար այդքան ակնհայտ չէ, ինչու անձը հենց առաջի գանգատի պարագայում չպիտի դիմի բժշկական կենտրոն, բայց ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ եթե այս մեխանիզմերը չգործեն, մեր ծառայությունների օգտագործումը կդառնա անկառավարելի եւ արդյունքները կվատանան առողջական։ Սա էլ է միջազգային հաստատված փաստ է, որ եթե երկրում չեն գործում առաջնային օղակի բավարար ֆիլտրեր եւ անձինք չեն անցնում աստիճանակարգով բուժօգնության, ապա առողջական տվյալները դրանից ոչ թե լավանում են, այլ հակառակը վատանում են եւ ծախսերն էլ շատ սրընթաց աճում են։ Ուզում եմ նշել, որ մեր սկրինինգային ծրագրերն են մեր այս պահին նաեւ հանրային կոմունիկացիայի տարածման եւ խրախուսման կարեւոր առարկան, ուրեմն MPV տեստավորումը, մամոգրաֆիան, կանխարգելիչ հետազոտությունները, սա վերաբերում է շաքարային դիաբետ եւ զարկերակային ճնշման մասով եւ իհարկե կոլորեկտալ թեստավորումը, քաղցկեղի համար նախատեսված թեստավորումը, որը եւս գործարկվել է եւ ես եւս մեկ անգամ մեր սիրելի քաղաքացիներին հորդորում եմ, որ դիմեն պոլիկլինիկա, այստեղ մի ուզում եմ առանձնահատկություն նշեմ, սկրինինգային ծրագրերին դիմելու համար անպայման չէ կցագրման սկզբունքը պահպանել, այսինքն անձը կարող է մոտենալ ցանկացած պոլիկլինիկա եւ ստանալ այդ տեստը եւ անցնել սկրինինգային ծրագրով, այսինքն այստեղ էլ ավելի ենք հեշտացրել եւ մոտեցրել մեր քաղաքացիներին։ Այս սկրինինգային ծրագրերի արդյունքում է, որ մենք կարողանալու ենք քաղցկեղը
քաղցկեղով հայտնաբերման ցուցանիշները բարելավել եւ ըստ էության մեր անընդհատ վաղաժամ մահացության կրճատման ցուցանիշները ել ավելի բարելավել։ Ես ուզում եմ նշեմ, որ 25 թվականին մենք եւս գնում ենք նվազեցման տենդենսով եւ 26-ն էլ հաշվի առնելով նաև ապահովագրության ներդրումը, մեզ վստահություն են ներշնչում, որ այս տենդենսը պահպանվելու է։ Ես երևի այստեղ կանգ առնեմ, արդեն սիրով պատասխանեմ ձեր հարցերին։ Սկսենք հարցերը, առաջինը մեր 24 մյուս։ Մարիաննա, պատրաստ ես։ Հա։